1985 թվականին, երբ նկարահանվում էր Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմը, Օլգա Տիգրանյանը հիշում է. այս տանն էր ապրում։ Հետո այն աստիճանաբար դատարկվեց, տեղի ունեցավ երկրաշարժը։ Ինչ ժամանակ որ շենքը բնակելի կար, շատ լավ մարդիկ էին, բոլորը կրթված, ուսուցիչներ, տնօրեններ, փոստի աշխատողներ, փոստի բաժանմունք, ամեն ինչ կար լավ։ Երբ Գյումրին դեռ Ալեքսանդրապոլ էր, այս տունը դարձել էր միակ փոստային բաժանմունքը։ Հետագայում այն ծառայել է որպես Լենինականի մանկավարժական ինստիտուտի ռազմագիտություն ու երգերաժշտություն դասերի հարթակ։ Շենքը վնասվել է 1926-ի եւ 1988-ի երկրաշարժերի ժամանակ, ապա վերածվել ապաստարանի տուժածների համար։ Այժմ այն նոր շունչ կստանա։ Տաշիր բարեգործական հիմնադրամը նախապատրաստական աշխատանքներից հետո սկսել է շենքի կառուցումը։ Տաշիր խմբի նախագահ Սամվել Կարապետյանն առաջարկել է ներդրումներ կատարել վերակառուցման գործում, երբ 2 տարի առաջ տեսել է տան կիսաստվեր պատերը։ Հիշում է մեր ձևով շարժման անդամ գյումրեցի Ռուբեն Մխիթարյանը։ 2023 թվականի հունիս-հուլիս ամիսներին Սամվել Կարապետյանը անձամբ գտնվել է Գյումրի քաղաքում, տեսել է շենքի անմխիթար, աղետալի վիճակը ու հենց այդ օրվանից կարող ենք ասել, որ վերջինիս հանձնարարությամբ, վերջինիս կողմից կատարվել են անհրաժեշտ գործողությունները շենքի վերականգնում, վերանորոգումը սկսելու համար։ Հիմնադրամը մի քանի ամիս է վերանորոգման աշխատանքներ է իրականացնում։ Տեղադրվել են շինարարների համար նախատեսված կեցավայրեր, տարածքը սահմանազատվել է։ Առջևում բարդ, բայց հետաքրքիր աշխատանք է։ Գլխավոր պայմանը վերականգնել նույն տեսքով։ Մեկնարկը որպես այդպեսին տրված է եղել 2023 թվականի ամռանից։ Դուք եք տեսնում, թե շենքը ինչ վիճակում է ու ցանկացած քարին տիպչելուց ռիսկ է վտանգ կա, քարը պոկվելու, չգիտեմ, այնտեղ պահպանված նաև տանիք ունենք, տանիքի մաս ունենք, ռիսկ կա նույնիսկ այդ մասը, որ կարող է փլվել։ Առաջին փուլը հենց լինելու է այդ մասը, ամրակայման աշխատանքները։ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո եւս աշխատանքները չեն դադարեցվել։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խոսքով հիմնադրամը շարունակում է կատարել շենքի վերանորոգման իր ստանձնած պարտավորությունները։ Լույսը վառել եմ ու պետք է վառեմ։ Ու այսօրից հետո էլ պետք է վառեմ։ Կվառեմ, հենց պետք է վառեմ, հապա։ Արդեն ավելի քան 1 դար պատմություն ունեցող այս շենքը երկար ժամանակ է սպասել իր վերածննդին։ Վերականգնման ծրագրերը շատ էին, սակայն դրանք այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Տարբեր ծրագրեր են փորձել իրականացնել, տարբեր պատճառներով չի ստացվել։ Հիշում է հայրաքաղաք Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Այժմ նախագիծը համաձայնեցված է եւ աշխատանքները կարվեն մի քանի փուլով։ Քանի որ շենքը խիստ վտարային էր եւ ներսի տարածքը շինաղբեր կուտակված, դրա համար մենք նախագիծը բաժանել ենք 2 փուլի։ Առաջին փուլը, որը վերաբերում է ամրակայման աշխատանքներին, որտեղ ամրակայում էր պետք, որովհետև վտանգավոր էր դեղ աշխատանքներ կատարել, թեկուզ մաքրման աշխատանքների հետ կապված։ Հենց հիմա սահմանազատված է շինհրապարակը, մենք նախագիծը հաստատել ենք աշխատանքների կազմակերպման եւ ամրակայման վերաբերյալ, աշխատանքները սկսված են, արդեն հիմա ընթանում են աշխատանքները, որից հետո մենք արդեն կանցնենք երկրորդ փուլի նախագծման, որը զուտ վերականգնման մասին է խոսքը։ Ես նշեմ, որ անպայման այն վերականգնվելու է նույն տեսքով, նույն ցևի, առանց փոփոխությունների։ Տունը կանգուն մնաց նաև 1988-ի երկրաշարժից հետո։ Ստանդարտ լուծումներ չեն լինի։ Ամեն մի հանգույց եւ ամեն դետալ առանձին կուսումնասիրվի ինչպես նախարարությունից, այնպես էլ անձամբ քաղաքապետը կհետևի աշխատանքներին։ Իսկ գոյություն ունեն հին նախագծեր, լուսանկարներ, որոնց վրա հենց հենվել եք։ Իհարկե կան։ Վերակառուցումից հետո ծրագրերը շատ են։ Տանը գործելու է Ֆրունզիկ Մկրտչյանի թանգարանը։ Շենքը օգտագործվում է առավելապես մշակութային նպատակներով, մի մասը դա դառնալու է Ֆրունզիկ Մկրտչյանի տուն թանգարանային մասը, մյուս մասերն էլ պետք է նույնիսկ մշակութային նպատակներով օգտագործվեն։ Տունը կդառնա այն վայրը, որտեղ կձգտեն գալ թե գյումրեցիները, թե քաղաքի հյուրերը։ Սա եղել է Սամվել Կարապետյանի ցանկությունը իղձը, որպեսզի պատմամշակութային այս շքեղ շենքը վերջնականապես չավիրվի ու ունենանք հրաշալի շինություն։ Վառեմ արեմ շենքը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև նաև
գրեթե բոլոր զբոսաշրջիկների մոտ, ովքեր գալիս են Հայաստան, ովքեր գալիս են Գյումրի։ Այս փոփոխությունից հետո զբոսաշրջիկների հոսքը երակի, քառակի, հնգակի անգամ ավելանալու է։ Եթե շենքը այս վիճակում, այս վտանգավոր վիճակում ամոթալի ու աղետալի վիճակում գտնվելու ժամանակահատվածում ունեցել է հազարավոր տուրիստներ, վերանորոգումից հետո միանշանակ ավելանալու է։ Շենքը կառավարության որոշմամբ եւ երկար բանակցություններից հետո 1 տարի առաջ փոխանցվել էր Տաշիր հիմնադրամին, պայմանով, որ վերակառուցումից հետո այն կվերադարձվի ԿԳՄՍ նախարարությանը։ Մինչև այդ շենքը մի քանի անգամ փոխացվել էր տարբեր կազմակերպությունների վերականգնելու նպատակով, բայց գործն առաջ չէր գնացել։ Տաշիրի հետ կա հստակ պայմանավորվածություն ավարտել աշխատանքները 2027 թվականի հունիսի 1-ին։ Գյումրեցիները տարբեր գաղափարներ ունեն՝ Գալյանովենցի թանգարանի ստեղծում, ֆիլմերի դիտումներ, ցուցահանդեսներ։ Ֆիլմի տեսարանի հատվածները մինչև օրս էլ լսվում են վառեմ-մարեմ բալկոնից, վերակենդանացնելով անցյալի կադրերը։ Մարդիկ այցելելով այստեղ հարակից սրճարանից կավե հուշանվերներ են գնում, գրում իրենց անունները, դառնալով քաղաքի պատմության մի մասը եւ թողնելով իրենց հետքը Գյումրիի սրտում։ Կուզեի որ նաև եղներ Գալյանովեցի տուն թանգարանը ավելի համահունչ կեղներ, կարելի էր նաև ստեղծել հենց հին կինո պատկերասրահ, հին կինո, որովհետև այսօր երիտասարդությունը շատ է ետ գնացել մեր հին կինո այդ պատկերասրահներից։ Երեխաների համար լավ միջոցառումներ կազմակերպեն, երեխաները գնան ուրախանան։ Բազում միջոցառումներ կարելի է, դպրոցականների այց կարելի է կազմակերպել, կոլեկտիվներով այցելեն, ծանոթանան։ Բազում միջոցառումներ կարելի է անել։ Մեր կոլորիտն է ասած, բոլոր տուրիստների հիմնական կետն է, որ գալիս են այստեղ, շատ հաճելի էր ու ուրախ ենք։ Ռուբեն Մխիթարյանի խոսքով ներգրավված են լավագույն մասնագետները, կկիրառվեն ժամանակակից լուծումներ, որպեսզի շենքը լինի սեյսմակայուն եւ դառնա գեղեցիկ նվեր քաղաքին։ Լինելու է շատ բարդ, սակայն անելու ենք մեր ձևով ու շատ որակյալ։